թուրքերից տուժել ենք, ադրբեջանցիներից ենք տուժել, բայց մինչև հիմա իրանց երաժշտությունն ենք լսում։ Մենք այսօր տեսնում ենք Հայաստանում այդ 6-8 ռիթմի մեջ երգող երգիչներ, դահլիճներ են լցնում, որ մեկ-մեկ զարմանում են։ Ոնց կարող է 40-50 անց տեսքից հասուն տղամարդը փորով 100 կիլոգրամ քաշով փոքրիկ աղջկա նման ոռնա։ Ինչ անենք, որպեսզի կարողանանք Հայաստանը աշխարհի դասական երաժշտական քարտեզի վրա ճանաչելի դարձնել։ Ես եթե չլինեի իմ երկրի եւ իմ ազգի պատրիոտ, ես վաղուց արդեն երևի կդադարեի Հայաստանը ներկայացնել, եթե ես ելնեի երկրի ղեկավարության վերաբերմունքից։ Ինձ դուր չի գալիս, որ մեր երկրում օրինակ դասական երաժիշտները իրար պատերազմ են հայտարարել։ Մեր հասարակությունը բաժանված է երկու մասի՝ պիցահակերների եւ զոմբիների։ Չի կարող այդպես բան լինի, հասկանում եք։ Ամեն դեպքում մեզ մոտ մարդիկ իրար չեն ուտում։ Մեզ մոտ մարդիկ իրար ուտում են, բայց էմոցիոնալ, ֆիզիկապես չէ։ Հայտնի մարդիկ ձևավորում են կարծիք, ուղղորդում են պրոցեսներ։ Ես չեմ կարող իմ վրա պատասխանատվություն վերցնեմ, ինչ որ դիրքորոշում արտահայտեմ, որտեվ ազնվորեն ասում ես չունեմ այդ դիրքորոշումը։ Եթե դու մարդ հային ցույց ես տալի իր սխալը, ինքը երբեք այդ սխալը չի ընդունում։ Բոլոր մինուսները, պլյուսները հաշվի առնելով, մերը ամենալավն է, ամենաառողջ հասարակությունը մեկը մեզ մոտ է։ Բարև ձեզ, եթերում մտածենք ոդքասթն է։ Այսօր մտածելու ենք Հայաստանի Հանրապետության վասակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանին։ Բարև ձեզ Նարեկ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Այսօր բարձրաձայն, այսպես մտածելու ենք աշխարհաքաղաքական քաոսից մինչև երաժշտական տարբեր ուղղություններ եւ AI-ը նոր գործիք արվեստի ոլորտում։ Այդ հարցերի շուրջ ենք մտածելու։ Այսօր մարդկային, անհամերաշխություն կա ամբողջ աշխարհում, նաեւ մեր հասարակության մեջ։ Ինչ ես կարծում, կարող է լավ երաժշտությունը լինել այն փրկողակը, որ հասարակությանը վերափոխեր, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում այդ 6-8 ռիթմի մեջ երգող երգիչներ, երաժիշտներ ունեն այնպիսի պահանջարկ ու այնպիսի դահլիճներ են լցնում, որ մեկ-մեկ զարմանում են։ Միանշանակ, իրականում ես արդեն քանի տարի կարելի ասել փորձում եմ իմ ինչ որ մասշտաբներով պայքարել այդ 6-8-ի հետ, ինչպես ասեցի, որտեվ առաջին հերթին դա մերը չի։ Մենք թուրքերից տուժել ենք, ադրբեջանցիներից ենք տուժել եւ իրենց հետ պայքարել ենք, տղաներ ենք, հերոսներ ենք զոհ տվել, բայց մինչև հիմա իրանց երաժշտությունն ենք լսում եւ ոչ միայն լսում ենք, այլ այնքան անգրագետությունն ենք դրսևորում, որ ասում ենք, որ դա մերն է, նաեւ մերն է։ Դա էլի վերադառնանք ինտելեկտի զարգացմանը։ Ցավոք ես ինքս իմ աչքերով տեսնում եմ այս վերջի 30 տարվա ընթացքում ինտելեկտի անկում մեր երկրում, շատ ուժեղ անկում։ Դա շատ հեշտ կարելի է բացատրել տարբեր ֆակտորներով, իհարկե Սովետի միության փլուզումը։ Մարդ կարող է սերի, կարող է չսերի Սովետի ժամանակաշրջանը, բայց մի փաստ իմ համար ակնհայտ է, որ Հայաստանը ծաղկել է եւ ամեն ինչ, ինչ մենք ունենք հիմա, մենք ձեռք ենք բերել սովետական Հայաստանի ժամանակ։ Մոսկվայի օգնության եւ կարելի ասել կոնտրոլի նաեւ պարտադրանքի, այո, շնորհիվ։ Հենց այդ պարտադրանքը վերացավ 90-ականներին, մեր մոտ ամեն ինչ փլվեց, համ գիտությունը, համ սպորտը, համ դասական մշակույթը ամենաշատերից դուժեց իհարկե, որտեվ մեր կոնսերվատորիան ուղղակի ոչնչացավ եւ այդպես ոչնչացած վիճակում հիմա մենք չունենք ոչ կադրեր, ոչ դասատուներ, մենք ունենք 2-3 նվագախումբ, որոնք հազիվ երաժիշտներ են հայթայթում եւ իրար հետ կռվում են ում նվագախումբ կնվագի այդ երաժիշտը, որտեվ չկա ուղղակի երաժիշտ չկա, իսկ տաղանդավորները լքում են, շատ մեծ կադրերի հոսք է մեր մոտ եւ այդ ամեն ինչը բերում է նաեւ ինտելեկտուալ հոսքին եւ ես քանի անգամ երբ տաքսի եմ նստել եւ այդ 6-8-ը լսել եմ, ես իսկապես
Ես պարզապես չեմ հասկանում մի բան, ոնց կարող է 40-50 անց տեսքից հասուն տղամարդը փորով 100 կիլոգրամ քաշով փոքրիկ աղջկա նման ոռնա, ինչ որ կլկլոցներ անի ու իրա նման փորով 50 անց տղամարդիկ կամ 30-40 անց դա վայելեն, այդ բառերը անգիրիմանան, երգեն։ Ես ազնվորեն դա չեմ հասկանում։ Ես 20 րոպե ռաբիզը լսում եմ, ես զգում եմ, որ ուղեղս ինչ որ ատրոֆացիա է ենթարկվում։ Չես կարծում, որ հենց այդ հետևանքն է, այդ բառերի, այդ երգի, հա, այդ մելիզմների հետևանքն է նաև այսօրվա մեր հասարակության վիճակը։ Այո, միանշանակ այդ ոչ թե հետևանքն է, իրար հետ զուգահեռ եւ իրարից կապված երևույթներ են, կարելի ասել ես հայերեն չգիտեմ ոնց է, բայց զամկնուտի կրուգ է։ Հասարակության կրթության եւ ինտելեկտի մակարդակը իջնում է, դրա շնորհիվ ավելի շատ պոպուլարություն է ձեռք բերում 6-8-ը, 6-8-ը ավելի շատ է հնչում, դրա համար ինտելեկտը ավելի է անկնում։ Ասեն զամկնուտի կրուգ է, որը ես չգիտեմ ոնց է դա պետք այդ շղթան կտրել, բայց մի բան պետք է անել առաջին հերթին էլ եմ ասում, պետք է ժողովրդին հասկացնել այդ նույն մարդկանց, որոնք դա լսում։ Հա, ես չվերջացրեց, ես տաքսիստներին, որ հարցնում եմ, ասում եմ, ինչի է սա լսում։ Ասում է, ախր սա մեր հայկականն է։ Ասում եմ, հարազատը սա թուրքական մուղամ է։ Ու իդեպ ասեմ, արաբական երկրներում դա ինչ որ օրգանիկ է լսվում այդ մուղամը։ Ես ոչ մի ինչ որ զզվանքի զգացողություն չեմ ունենում, երբ մի քանի անգամ որովհետև իրական է դա այդ մարդկանց է, իրենց մշակույթն է։ Այո, բայց մեր մոտ դա մերը չի, մերը կոմիտասն է, Սայաթ-Նովան է, մերը շատ գեղեցիկ երաժշտություն է եւ հայկական երաժշտությունը երբեք չի ունեցել այդ բառը օգտագործում, ներողություն եմ խնդրում, այդ կլկլոցը ուղղակի շատ ճիշտ բառ է, ես չգիտեմ ոնց փոխարինեմ այդ բառը ավելի գրագետ բառով, բայց հա ես ամբողջովին համաձայն եմ, որ դա խնդիր է։ Իդեպ ասեմ, ազնորեն ձեզ ասեմ, այդ ժանրում էլ, այսպես կոչեցած ռաբիզ ժանրում էլ կա լավը ու վատը։ Ես միշտ ասել եմ, ինձ համար չկա վատ ժանր, կա վատ պրոդուկտ ժանրի մեջ, նույնիսկ ռաբիս կամ 6-8 ժանրում կան ճաշակով ստեղծագործող մարդիկ, երաժիշտներ։ Ես չեմ ուզում թաքցնեմ, որ նույն խնջույթներին, հարսանիքներին, ծննդյան տոներին ես մեծ սիրով օրինակ թաթա երաժշտության տակ պարում եմ, որտեվ այնտեղ կա դրայվ, այնտեղ կա ինչ-որ բան ու այնտեղ կա ինչ-որ մի քիչ ամենայն դեպս մուղամ չկա, արժանապատիվ մատուցում կա այդ երաժշտության։ Իսկ չեմ ուզում անուններ տամ, կան հիմիկվա սուպերստարեր այդ նույնի, պարզապես ոռնոցը։ Բայց դու չես կարող այդպես, այդ մլավոցը, հա, ոռնոցը ոնց բնորոշենք դրան, դա նաև փչացրեց մեր իրականությունը այն պարզ պատճառով, որ մտավ հեռուստատեսություն։ Այո, իհարկե։ Որովհետև հեռուստատեսության միջոցով կարողացան ավելի պոպուլյար դարձնել այդ ժանրը, այդ ժանրի մեջ ստեղծագործող արտիստներին։ Ես այդ արտիստների դեմ ոչինչ չունեմ։ Այդ մարդիկ գումար են աշխատում։ Ուղղակի պետք չէր անընդհատ այդ վատ սնունդը տալ այս հանրությանը, որ այս կարգի հասարակական անհամերաշխություն լիներ, այս կարգի նույնիսկ դրանից է դա գալիս։ Հիմա թող ինձ շատերը ասեն, երաժշտություն լսեցին, սենց եղան, ոչ, երաժշտությունը շատ բան է փոխում մեր իրականության մեջ։ Դե հայերը շատ լավ ասացված կունեն ձուկը գլխից է փթում։ Դա 90-ականներից սկսած եղել է իմ կարծիքով շատ գրագետ մտածված եւ գիտակցաբար կատարված պոլիտիկա արժեզրկման եւ ինտելեկտուալ անկման ժողովրդի, որտեվ ու դա մենակ Հայաստանում չի, ամբողջ աշխարհում, ու ենթադրում եմ դա ուղղակի նախկին սովետական երկրները հասկացան Սովետի միության հիմնական սխալը, չափից դուրս ինտելեկտուալ ժողովուրդ աճացրեց Սովետը, խելոք մարդկանց դժվար է կառավարել, պետք է ինտելեկտը իջացնել ամեն ձևերով, այն թվում նաև հեռուստատեսությամբ
ցածր որակի երաժշտություն անընդհատ ցույց տալով եւ կրճատելով դասական երաժշտության սովետի ժամանակ դասական երաժիշտները ով էին սուպերստարեր այսինքն սովետի ժամանակ չկար բաժանմունք Դավիթ Օյստրախի, Սվետոսլավ Ռիխտերի եւ Մուսլիմ Մագոմաևի մեջ։ Հա, կարող է Մագոմաևին մի քիչ ավելի շատ գիտեին, բայց Օյստրախի Ռիխտերի անունն էլ բոլորը գիտեին Ռաստրապովիչի անունը եւ նույն ձևի սուպեր աստղեր էին։ Հիմա մենք ինչ ենք տեսնում, դասական երաժիշտներ գրեթե ոչ միտեղ չեն երևում, էլի միայն Հայաստանի մասին չեմ ես հիմա ասում, բոլոր post-սովետական երկրների մասին եմ ասում, եւ հիմա մեծարում են ոչ այն արվեստի ոլորտները իմ կարծիքով, հա, կարող է ես սուբյեկտիվ եմ, որտեղ ես դասական երաժիշտ եմ, ոչ այն արվեստի, որոնք արժանի են մեծարելու։ Եվ հա, ինձ թվում է դա շատ կախված է այդ ինչ մեծ ցույց են տալի հեռուստատեսությամբ եւ ինչպես նաեւ լուրերի պարագայում, հա, ամեն երկրի ազգային հեռուստատեսությունը մատուցում է լուրերը միայն իրենց շահավետ կողմից, լինի դա Հայաստան, հա, լինի դա Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա Միացյալ Նահանգներ, Բրիտանիա կապ չունի։ Եվ ես հիշում եմ 2008 թվականին ես Իտալիայում էի եւ երբ Վրաստանի եւ Ռուսաստանի պատերազմը սկսեց մի քանի օրվա այդ Օսեթիայի շուրջ եւ ես միացրեցի BBC-ին բրիտանական եւ ես տեսնում եմ որ վիդեոկադրեր ցույց են տալի վրացի զինվորները վրացի տանկերը ռմբակոծում են Ცხինվալը եւ BBC ռեպորտերը ասում է Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա Ուսես մտածում ես, օքեյ, ու հետո ես ամենտեղ կարդում եմ Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի, Ռուսաստանը հարձակվեց։ Ես հիմա ոչ թե պաշտպանում եմ Ռուսաստանը, բայց կոնկրետ դրվագ եմ ասում, որտեղ այդ կոնկրետ դեպքում ինչ որ մեկը սուտ էր ասում, հա։ Պետական քարոզչական մեքենաները սովորաբար այդպես են աշխատում։ Եվ նույն բանը աշխատում է նաև երաժշտությունում, արվեստում եւ այլն։ Ինչ պետք է, դա էլ մատուցում են։ Կամ ինչ երկրի ղեկավարությունը նախընտրում է անձամբ։ Հնարեք դու ինքդ այսպես հա մեր երաժշտական դեսպանն ես նաև մեր մշակութային դեսպանն ես աշխարհի այն տարբեր բեմերում որտեղ հանդես ես գալիս այն մարդկային շրջանակում որտեղ արդեն քեզ ճանաչում են ինչ անենք որպեսզի կարողանանք Հայաստանը աշխարհի դասական երաժշտական քարտեզի վրա ճանաչելի դարձնենք որովհետև մենք ունենք այդ պոտենցիալը մենք ունեցել ենք Արամ Խաչատրյան մենք ունենք շատ հայտնի երաժիշտներ ովքեր հիմա աշխարհի տարբեր բեմերում հանդես են գալիս եւ ամենատարբեր երաժշտական կոլեկտիվներում են աշխատում։ Ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք դա պրոպագանդել, որ Հայաստանը նաեւ կարող է լինել այդ քարտեզի վրա ճանաչել։ Ինձ թվում է հեշտ կամ շատ միանշանակ պանացեա դրան չկա կամ բանալի ոնց դա անել։ Դա պետք է լինի երկարատև եւ շատ կոորդինացված եւ մասշտաբային Նաև պետական քաղաքականություն պետք է միանշանակ լինի։ Գիտեք, ես եթե չլինեի իմ երկրի եւ իմ ազգի պատրիոտ, ես վաղուց արդեն երևի կդադարեի Հայաստանը ներկայացնել, եթե ես ելնեի օրինակ երկրի ղեկավարության վերաբերմունքից դեպի արտիստներին, հա, օրինակ 2018 թվականից ես տեսնում եմ մեր երկրի ղեկավարության ընդհանրապես մեկ մարդ չի, երկու մարդ չի, ամբողջ ղեկավարությունը վերաբերմունքը դեպի դասական երաժշտություն։ Ինձ դա շատ դուր չի գալիս, ինձ դուր չի գալիս, որ մեր երկրում օրինակ հիմա այս վերջի տարիներին ավելի շատ նույնիսկ քան միջ այդ դասական երաժիշտները իրար պատերազմ են հայտարարել, իրար ուտում են։ Մենք պետքա մի ֆրոնտով ելույթ ունենանք եւ դուրս գանք։ Էլի եկանք այն հասարակական համերաշխության կետին, որ այդ ոլորտում էլ չկա, այդ համերաշխությունը։ Ֆուտբոլի թիմը ոնց կարող է հաղթի խաղը, եթե 11 խաղացողից 10-ը իրար հետ կռվում են, իրար դեմ են պայքարում, իրանք ոնց կարող են հակառակորդի դեմ պայքարեն, եթե իրանք իրար մեջ են պայքարում։ Մենք մի քանի դիրիժոր ունենք, բոլոր իրար հետ կռված են, երաժիշտները բոլոր իրար հետ կռված են, իրար ինչ որ սուտեր են իրար մասին խոսում բանանում։ Ես մի քանի տարի անց տեղափոխվել եմ Հայաստան եւ ես ապշած եմ։ Ես ուղղակի ապշած եմ, այստեղ ինչա կատարվում։
զզվելի մի հատ բան է։ Ես կոնկրետ խոսում եմ այն մթնոլորտից, այն ոլորտից, որի մասին գիտեմ, դասական երաժշտության զզվելի մի մթնոլորտ է տիրում, որտեվ ամեն մեկը իրար ուտում, ամեն մեկը իրար փոսափորում։ Ես մաքսիմալ փորձում եմ այդ կեղտից կողք մնամ այդ ամբողջից, բայց չի ստացվում։ Մեկ էլ ինչ-որ Facebook-ը բացում եմ, իմ մասին ինչ-որ բան եմ կարդում, որ պարզվում է, ես ինչ-որ մեկին, որին չեմ ճանաչում, ինչ-որ բան եմ ասել կամ ինչ-որ բան եմ արել։ Եվ այսինքն ոչ մեկ դրանից չի կարող խուսափի, որտեվ այսինքն իրար մեջքը դանակ խրելով բոլորը շարժվում են։ Այտենց մթնոլորտում մենք չենք կարող միացնանանք եւ մեկ ֆրոնտով, օքեյ, ես ներողություն արտասության համար թքել եմ իրանց բոլորի վրա, ես Հայաստանը արտերկրում ներկայացնում եմ։ Հայաստանի ներս ես գրեթե չեմ նվագում, որտեվ ես չեմ ուզում ոչ մեկին ինչ որ բաներ անեմ, նվերներ տանեմ կամ լավ խոսամ, եթե չեմ ուզում հա ինչ որ մեկին, բայց այստեղ հիմա տենց մթնոլորտ է, սա ռուկա ռուկումոյութ ռուսները որ ասում են, ես հայերեն չգիտեմ դա ոնց ասեմ, բայց շատ լավ է դա արտահայտում էլի։ Ամեն ինչ ինչ որ sense ծանոթությունները բաներով է։ Okay, ես արտասահմանում մեծ հպարտությամբ ներկայացնում եմ Կոմիտասին, Խաչատրյանին, Հարությունյանին, Բաղդասարյանին, Միրզայանին եւ այլն։ Բայց ես գիտեմ մի շարք երաժիշտներ, որոնք պարզապես այդ նույն բաների պատճառով ուղղակի նեղացած են Հայաստանից եւ ոչ մի ընդհանուր կապ Հայաստանի հետ չեն ուզում ունենան։ Օրինակ հանճարեղ մեր հանրահայտ դաշնակահար Սերգեյ Բաբայանը։ Մի քանի տարի առաջ ինքը եկավ իր ինիցիատիվայով, իր գրպանից նույնիսկ փողը առավ Տոմսը, ինքնաթիռի եկավ, նվագեց Գերգևի հետ այստեղ փառահեղ մի համերգ։ Ինչ արեցին մեր կազմակերպիչները, անուններ չեմ ուզում տամ, բայց ինձ թվում է շատերը գիտեն ում ասում։ Պարզապես համերգից հետո Սերգեյին մի կոպեկ չվճարեցին։ Ինչ արեց Սերգեյը, ասեց իմ ոտս էլ երբեք Հայաստանում չի լինի։ Հայաստանում ես երբեք չեմ նվագի։ Դա հսկայական կորուստ է մեր համար։ Համ հայ ունկնդրի, համ էլ արտասահմանում ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ այլևս Սերգեյը, որից այդտեղ նշի, որ ինքը հայ է։ Իրան գրում են ամերիկացի դաշնակահար։ Երբեմն գրում են հայ դաշնակահար, բայց ինքը իր կողմից ես չեմ զգում այդ պատրիոտիզմը, որտեղ պարզապես իրան նեղացրեցին։ Հիմա ինքը քանի որ տասնյակ տարիներ արտասահմանում է անցկացրել, միգուցե այն կապը, որը օրինակ ես ունեմ հայրենիքի հետ, իր մոտ այդքան ուժեղ չի, եւ այդ հանգամանքը իրան հերիք էր, որպեսզի ինքը ոնց որ խաչ քաշի երկրի վրա։ Կան մի շարք տենց երաժիշտներ։ Ես օրինակ մեր նվագական խմբերից չեմ ուզում էլի անուն ասեմ, մեր մեծ նվագական խմբերից մեկի հետ այլևս ելույթ չեմ ունենում, որտեղ տարիներ շարունակ իրենք ինձ անհարգանք են ցուցադրել համ ֆինանսական առումով, համ ինչ որ վերաբերմունքի։ Մեր մոտ ընդհանրապես կա մի հատ sense բան մենտալիտետում, որ օտարը մեզ շատ ավելի թանկարժեք է, քան մերը։ Եվ ես այդ բանին ես առնչվել եմ, երբ նույն ինչ որ պրոյեկտի շրջանակներում ելույթ եմ ունեցել այս կամ այն նվագախմբի հետ, եւ եկել է օտար երկրացի փափուկ ասած ոչ իմ մակարդակի երաժիշտ։ Շատ ավելի ցածր կլասի երաժիշտ եւ ավելի վարձատրվել գնացել։ Ավելի վարձատրվել, ավելի բան sense ուշադրության մեծարվել, այո։ Ես համարում եմ, որ իմ անձնական օրինակի վրա ես ուզում եմ դրա հետ պայքարեմ, որտեվ դրանից էլ է սկսվում մեր բոլոր խնդիրները։ Ես հիշում եմ Խաչատրյանի օրինակ 110-ամյակին ինձ Ուրուգվայից զանգեցին, հայկական համայնքը Ուրուգվայի, եւ խնդրեցին Մոնտեվիդեոյում նվագախմբով իրենց համերգ տալ, նվագել Խաչատրյանի կոնցերտ Ռապսոդիան։ Ասեցի մեծ սիրով կգամ կնվագեմ, ասի ինչ հոնորար է։ Զարմացան ասին վայ, բայց մեզ թվում էր, որ դուք հարգելով Արամ Խաչատրյանին դուք կգաք եւ ծրի ելույթ կունենաք։ Ասի գիտեք, իմ հարգանքը Արամ Իլիչին արտահայտում է նրանում, որ ես մեկ համերգի համար թռնելու եմ Ուրուգվայ, աշխարհի մյուս կեսը։ Երաժիշտները այդպես բաներ չեն անում։ Մենք եթե թռնում ենք Լատինական Ամերիկա, դա տուր է, մի քանի երկիր, եթե թռնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մի քանի քաղաք է։ Մեկ համերգի համար հիմա գրեթե ոչ մեկ չի տանպորտում աշխարհի մյուս ծերը։ Ասի իմ հարգանքը արտահայտվում է դրանում։ Իսկ դուք մի քիչ էլ հարգանք ինձ դրսևորեք, որ մենք բոլորս գիտենք, հա, հայկական համայնքները ինչքան փողեր են այդ նույն 6-8-ներին տալիս, որ գան ելույթ ունենան, հա։
բայց մի կոպեկ չուզեցան ծախսել Հատկապես Մոնտեվիդեոյում այդ համայնքը որքանով գիտեմ շատ բավականին հարուստ համայնք է, բավականին ազգային բարերարներ ունեն։ Այո, այստեղ մենտալիտետի հարց էր։ Մենտալիտետ եւ վերաբերմունքի եւ իրենց չեմ կարող մեղադրեմ, որտեվ տարիներով, դարերով նույնիսկ մենք այդպես ենք սովորել, որ եթե հա մերն է էլի, ծրիկ աշխատի։ Ես օրինակ արդեն մի քանի տարի անվճար այլևս նույնիսկ Հայաստանում ելույթ չեմ ունենում։ Նույնիսկ ինչ որ միջոցառումներին, համերգներին լինի դա անկախության օր կամ եւ այլն, հա, տենց, որտեվ ես մի բան հասկացա, որ ես տարիներ շարունակ անվճար ելույթ եմ ունեցել, բայց հետո իմանում եմ, որ ասենք թե այդ միջոցառման բյուջեն, ասենք թե 300 միլիոն դրամ է։ Լուիս դնողը փող աշխատել, բեմ դնողը փող աշխատել, ռեժիսորների բանի մասին չեմ ասում։ Բայց այն անունը ու պատճառով, հա, մարդիկ գալիս են այդ համերգին, այսինքն չի վճարվում։ Այդ ալտրուիզմը ես արդեն թարգել եմ։ Հիմա ես չեմ ուզում, որ ինձ սխալ հասկանան, որ ես ինչ-որ թանգաբազար եմ, Հայաստանի բյուջե եմ թալանում, չէ։ Ամեն դեպքում բոլոր հոնորարները, որոնք ես Հայաստանում պահանջում եմ կամ խնդրում եմ, մի քանի անգամ ցածր են իմ աշխարհով մեկ հոնորարներից, դա միանշանակ։ Ուղղակի ես ոնց որ ուզում եմ ես եւ իմ հանդեպ եւ իմ գոլեգաների հայ երեշների հանդեպ ավելի ուշադիր եւ հարգալից վերաբերմունք լինի։ Ես ճիշտ ասած ես բողոքելու բան իրավունք շատ ավելի քիչ ունեմ, քան շատ ուրիշները, որտեվ կարող է հիմա թվա, որ ինչ որ ես անտեսված եմ, չէ, ես ամեն ինչից շատ գոհ եմ եւ միշտ շատ մեծ հարգանք եմ զգացել համ օֆիցիալ դեմքերի կողմից, համ ոչ օֆիցիալ Պարզապես այդ տենդենցի հետ եմ ես ուզում հիմա պայքարեմ, որ մենք մերոնց փայփայենք եւ ոգեշնչեք, որպեսզի ծաղկեն եւ բարգավաճեն եւ ներկայացնեն մեր երաժիշտները ավելի հպարտանքով մեր երկիրը եւ մեր մշակույթը արտերկրում։ Նարեկ այսօր մեր շուրջը ամեն ինչ կատարվում է, մենք տեսնում ենք անհավանական բաներ, հա, պատերազմներ, բռնություն, այսօր աշխարհը խաղաղ չէ, դուրս է եկել աշխարհը իր խաղաղության հունից ու չգիտենք ուր է դեպի գնում, բայց մեր իրականության մասին խոսենք, աշխարհը իր գործերով, մեր իրականության մեջ էլ, հա, այդ նույնը տարածվում է, մեր իրականության մեջ էլ արդեն ոչ մեկին չի լսում, ոչ մեկին հետաքրքիր չէ իր դիմացինի, իր նմանի, հա, մարդու ճակատագիրը, ու այսպես մենք տենց գնում ենք, ուղղակի կանգառի կոճակը չսեղմած, գնում ենք ու չենք հասկանում ուր ենք գնում։ Ինչ անենք, որպեսզի մենք կարողանանք այս իրականության մեջ գանք այն հենման կետին, որը մարդ հարաբերություններում ավելի առողջ ու ավելի ազնիվ է պահում մեզ։ Եթե իմանա այդ հարցին պատասխանը, ես անընդհատ ճիշտ ասած, որովհետև երաժշտական աշխարհի մասին որ խոսեցինք, այդ ամեն փոքրիկ, հա, այդ կոլեկտիվների անհամերաշխությունը, դա մի մեծ երկրի անհամերաշխության ու տարաձայնությունների եւ մարդ հարաբերությունների մասին է խոսում։ Ես 2011 թվականին Հայաստանի 20-ամյակին անկախության հանճարեղ դիրիժոր աշխարհարչակ Վալերի Գերգիևը որոշեց նվեր անել Հայաստանին եւ Մարինյան թատրոնի նվագախմբի հետ եկավ եւ համերգ տվեց։ Այդ համերգին սոլիստը ես էի, ինքը հրավիրեց ինձ, որ ես սոլիստ լինեմ։ Եվ համերգից հետո հիշում եմ մենք գնացինք ռեստորան, որտեղ կար նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյան, այսինքն շատ մարդ էր հավաքված բոմոնդը արվեստի աշխարհի եւ ոչ միայն։ Եվ Գերգիևը մի 10 րոպեանոց կենաց ասեց, նախ իմ կողմից ավելացնեմ եւ հիշացնեմ կամ տեղյակ պահեմ, հա, դիտողներին, որ Վալերի Գերգիևը իր կարիերան սկսել է Երևանում, Հայաստանում։ 80-ից 85 թվական ինքը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր։ Դեռ այն ժամանակ շատ երիտասարդ Օսետիայից դիրիժոր եւ շատ ծանր են եղել այդ 5 տարիները իր համար եւ վերջում կարելի ասել սկանդալներով իրան ուղակի ներողություն համար վռնդել են այդ կոլեկտիվից։ Եվ տասնյակ տարիներ անց ինքը եկավ Հայաստան, համերգ տվեց,
իդեպ իր ինիցիատիվով, իր ցանկություններ դա։ Եվ համերգից հետո երբ մենք նստած էինք, ինքը 10 րոպեանոց կենաց ասեց նվիրված Հայաստանին, Հայաստանի ֆիլհարմոնիկին եւ ավարտեց կենացը մի խոսքերով, որոնք ինձ թվում է արտահայտում են ընդհանուր մեր խնդիրը, մեր հասարակության։ Ասում է ես ուզում եմ բարձրացնեմ այս բաժակը Հայաստանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի իմ այն տարիների կենացը, աշխատանքի կենացը եւ ուզում եմ ասեմ, որ այդ 5 տարին ինձ շատ ավելի օգուտ տվեցին աշխատանքը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, շատ ավելի շատ օգուտ տվեցին, քան բոլոր տարիները աշխատելու Մարինյան, Մյունխենի, Լոնդոնի եւ տասնյակ այլ նվագախմբերի հետ, որովհետեւ ասում եմ դա գրեթե անհնարին մի նպատակ է իրականացնել, աշխատել մի նվագախմբում, որտեղ նստած են 95 վարչապետ։ Այդ ինքը ասեց բոլորը ծիծաղացին, բայց իրականում ինքը շատ ճիշտ ասեց։ Մեր մոտ բոլորը տաքսովարորդից, հավաքարարից սկսած մինչև IT սեկտոր եւ այլն, բոլորին թվում է, որ իրանք պրեզիդենտ եւ վարչապետ են եւ իրանք բոլոր ոլորտներից ամենալավն են հասկանում եւ ամենակարևորը իրանք կարծիքը միակ ճիշտն է։ Դրա համար ես արդեն 2 տարի մեքենա եմ քշում Երևանում եւ ամեն անգամ ապշում եմ, էլի այդ անհարգանքի ու էգոիզմի, էգոցենտրիզմի մակարդակը մեր հասարակության, որ ամեն մեկը թագավոր է։ Այսինքն ինքը ոչ մի վարքյան ինքը իր շարքում չի կարա կանգնի սպասի, չէ ինքը պետքա փոխի, խցանում ստեղծի, հետո մի հատ էլ փոխի, էլի խցանում ստեղծի։ Այդ մենտալիտետը կամ խաչ մեր ես կիսվեմ, հա, օգտվեմ առիթով, կիսվեմ իմ դիտողությամբ։ Մեր խցանումների 90%-ը խնդիրը դա այն է, որ մարդիկ դեղին լույսի տակ դուրս են գալիս խաչմերուկ եւ մնում են խաչմերուկի մեջտեղը, որտեվ իրանք միջև խաչմերուկ դուրս գալը շատ լավ տեսնում են, որ իրանք չեն անցնելու այդ խաչմերուկը, մեքենաները կանգնած են, բայց ինքը մեկա դուրս է գալի խաչմերուկի մեջտեղ, որտեվ ինքը թքած ունի, ներողություն եմ, հա, մնացած բոլոր մարդկանց վրա։ Կարևորը ինքը այդ 10 վայրկյանը ճեղտի ու անցնի։ Այդ մենտալիտետը մեր մոտ ամեն ինչում, համ դասական երաժշտությունում, համ չգիտեմ, գիտությունում, սպորտում եւ այլն, ամեն ինչում դա է։ Մենք չենք լսում միմյանց, մենք չենք հարգում միմյանց կարծիքները, նույնիսկ հիմա մեր հասարակությունը ոնց է բաժանված է երկու մասի, չէ, 2018 թվականից ներողություն, հա, բոլորն էլ գիտեն այդ բառերը, պիցցահակերների եւ զոմբիների։ Չի կարող այդպես բան լինի, հասկանում եք, որտեվ համ այդ պիցցահակերները ինչ որ բանում ճիշտ են, համ զոմբիներն էլ ինչ որ բանում ճիշտ են։ Ես իդեպ ասեմ, ես անընդհատ շփոթում եմ, որն են, ինձ կապել չունի, այն որ մեր հասարակությունը դարձրել են սև ու սպիտակ տարիներ շարունակ, բայց ոչ կյանքը, ոչ քաղաքականությունը, ոչ IT-ն, ոչ երաժշտությունը սև ու սպիտակ չի եւ երբեք չի եղել եւ չի լինի։ Չկա վատ լավ, կան շատ մեծ երանգներ, բայց դրանք պետքա մենակ մենք դրանք կարող ենք հասկանանք, եթե միմյանց լսենք եւ միմյանց լսելուց ենթադրենք հնարավորություն, որ կարող է դիմացի մարդը ճիշտ է։ Մենք դա չենք ենթադրում։ Ամեն մեկը ինչ ասի, ես ամեն անգամ նստում եմ տաքսի, ես ապշում եմ այդ մարդի, ես անդադ տաքսիստների մասին եմ խոսում, որովհետեւ իմ համար դա ամենաարագ եւ ամենապրոդուկտիվ ձևն է ընդհանուր ժողովրդի տենդենսները, բաները հասկանալու, հա, ես ոչ մի վատ մտքով չեմ խոսում տաքսիստների մասին, ընդհակառակը։ Սոցհարցումների ամենալավ հարթակը դրանք տաքսիներն են։ Այո, յուրաքանչյուր թեմայով խոսում են սկսած հանցավոր ինքնավստահությամբ։ Հա, այսինքն իրանց ասածը դա վաղը Իրանը հաղթելու, հա, օրինակի համար, հա, կամ վաղը էս պարտվել է, անենց են ասում են, որ բայց լավն ենք, շատ լավ, այդ անենց համոհոտ դրանում կա իրականում, ես այդ ամեն ինչի խաթրի տեղափոխվել եմ Հայաստան, ես 2020, ես պատերազմից հետո ես որոշում կայացրեցի, որ ես հետ եմ տեղափոխվելու Հայաստան, ես 11 տարեկանից Հայաստանում չեմ ապրել, ես մեծացել եմ Մոսկվայում, հետո ապրել եմ Բոստոն, հետո երկար տարիներ Ավստրիայում, Վենայում, բայց 21 թվականին տեղափոխվեցի Հայաստան, որպեսզի մի քանի պատճառով, առաջին ես զգացի, որ պատերազմից հետո իմ կարիքը ավելի շատ Հայաստանում կար, քան Ավստրիայում, եւ երկրորդը ես միշտ շատ կարոտել եմ
հայրենիքը եւ ամբողջ աշխարհը ճամփորդելով եւ տեսնելով տարբեր սոցիումներ, տարբեր ցիվիլիզացիաներ եւ կուլտուրաներ, մշակույթներ, ես մեկը համարում եմ, որ բոլոր մինուսները, պլյուսները հաշվի առնելով մերը ամենալավն է, ամենաառողջ հասարակությունը մեկը մեզ մոտ է։ Ավելավա թող մենք իրար հետ վիճում ենք, բայց գոնե այդ հիմա եվրոպական, ամերիկյան այդ սատանիզմի ինչ որ տենդենսները ես Ամեն դեպքում մեզ մոտ մարդիկ իրար չեն ուտում։ Հա, բառացիորեն իմաստով։ Այո, իրար չեն Ենթադրում եմ, չէ։ Փոքրիկ երեխաների վաճառք ամենայն դեպս չկա։ Մեզ մոտ մարդիկ իրար ուտում են, բայց էմոցիոնալ, ֆիզիկապես չէ։ Հա, այդ ես նկատել եմ, որ ամեն ինչ վատը գալիս է west-ից east, այսինքն արևմուտքից արևելք է գալիս։ Ամեն վատը մենակ տենց է իմ աշխարհում գալիս եւ մենք քանի որ ավելի արևելք ենք, մենք դեռ բան ենք էլի պահվում ենք։ Եվ իսկապես ապրելով Ամերիկայում, Ռուսաստանում, Ավստրիայում եւ շատ տասնյակ երկրներ այցելելով մերն ուրիշ է, որ ասում են եւ նույնիսկ մեր թերությունները ինձ համար հարազատ են։ Մեր թերությունների հետ ես կարող եմ հաշտվեմ եւ ես ուզում եմ դա ինչ որ ձև փոխել, շտկել այն հնարավորությունները, որոնք ես ունեմ, ես չեմ դնում ինձ ինչ որ մեկից բարձր, պարզապես ես ունեմ իմ մտքերը եւ ուզում եմ դա արտահայտեմ եւ հա մեր մոտ ամենաշատն եմ ես այդ կոմֆորտը զգում եւ նույնիսկ գիտեք ընկերների հետ շփվելուց այն ազատությունը, որ ես կարող եմ ինձ այստեղ թույլ տամ այն մտքերը, որոնք ես կարող եմ ասեմ, եթե ես ասեի դա արտասահմանում, կարող է ինձ բանտ նստացնեին։ Այստեղ ես հանգիստ կարող եմ ասեմ, իդեպ ասեմ այդ մտքերը ես ամբողջովին համոզված եմ, որ առողջ մտքեր են, adekvat մտքեր են, հա, ուղղակի հիմա սոցիումը շատ երկրներում այդ թույլ չի տալիս այդ մտքերը արտահայտել։ Նարեկ խոսենք մեր իրականության մեջ շատ շուտով կատարվող ընտրությունների մասին։ Արվեստի մարդը նաև ինքը պետք է ունենա որպես քաղաքացի դիրքորոշում։ Խոսենք քո դիրքորոշման մասին, ինչ ես դու մտածում, որովհետև նաև հայտնի մարդիկ որոշ չափով կարծիքի առաջատար են, ձևավորում են կարծիք, ուղղորդում են process-ներ։ Ես ազնվորեն ասեմ, ես մի քանի տարի արդեն դիրքորոշում չունեմ, որտեղ ես պարզապես չեմ հասկանում ինչա տեղի ունենում։ Ես առաջել հիմա գիտակցում առաջել չէի հասկանում ինչա տեղի ունենում, բայց ինձ թվում էր, որ ես հասկանում եմ։ Եվ մի քանի անգամ ինչ որ արտահայտվեցի, ես սխալ եմ համարում, որ միչև ես 100%-ով տեղյակ չլինեմ, ինչա կատարվում, իսկ մենք ոչ մեկս էլ չգիտենք ինչա կատարվում, հա, արտասահմանյան մեր քաղաքականության մեջ մենք չգիտենք ինչա կատարվում։ Արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում։ Մենք չգիտենք այդ փակ դռների հետևը ինչ են քննարկում մեր ղեկավարությունը, իրանց ուրիշների ղեկավարությունները, հա։ Մեզ փոքր ինչ որ մասնիկներ են կուտ են տալիս եւ ասում են այս sense-ա, բայց հետո մենք իմանում ենք որ ուրիշ ինչ որ բան է ստորագրվել օրինակի համար, հա։ Այդպիսի դեզինֆորմացիա եւ անտեղեկատվության մթնոլորտում ես չեմ կարող ին վրա պատասխանատվություն վերցնեմ ու ինչ որ դիրքորոշում արտահայտեմ, որտեվ ազնվորեն ասում ես չունեմ այդ դիրքորոշումը։ Իսկ անդիմադիրության, հա, ընտրությունների նախընտրական բան, դա էլ ես չեմ հասկանում, ով է ընտրություններին մասնակցելու, այդ մարդիկ ով են, ինչ են առաջարկում, ինչ են ուզում, հա, հեն այն օրը տեսա բաներ Սամվել Կարապետյանի ֆոտոյով եւ գրած դեղորայքը բոլորի համար 20% էժան։ Okay, շատ լավ։ Ինչի 20։ Եկեք 60 անենք էժան։ Եկեք вообще ձրի անենք, բայց այդ ո՞նց է արվելու։ Ինձ դա հետաքրքիր։ Կա ինչ որ պոլիտիկա դա ո՞նց է արվելու, կամ ինչ որ հա զավոդ է կառուցվում, դա ո՞նց է, okay, դա ինչ օգուտներ է բերելու։ Այդ նույն ժամանակ հիմա գործող կառավարության կուրսն էլ անհասկանալի է, հա, ինչ որ լավ բաներ արել են իրականում, հա, շատ պրոյեկտներ համ IT ոլորտում, հա, էկոնոմիկ ոլորտում շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում, բայց շատ անհասկանալի բաներ էլ կան, որոնք ոչ մեկ չի պարզաբանում։ Դրա համար այս ամբողջ մթնոլորտում հիմա կարող են մեղադրեն մարդիկ, որ վախենում է կամ բան, հա վախենում եմ իմ միտքս արտահայտեմ, ինքս իմ առջև եմ վախենում,
այդ դարդը ին վրա վեցնեմ, ոչ թե դարդը, այ պատասխանատվությունը դատարկ խոսալու, որտեվ ես ազնորեն ասեմ, ես չեմ հասկանում ինչա կատարվում։ Դրա համար ես իմ համար մի 2 տարի առաջ դիրքորոշում կայացրեցի, որ ես քաղաքական գործիչ չեմ եւ եթե իհարկե ես ինչ որ ակնհայտ բան չեմ տեսնի, որ շատ գրեհիկ լինի, ես չեմ արտահայտվելու պարզապես տեղյակ չտիրապետելով 100% ինֆորմացիային։ Ցավոք ոչինչով չեմ կարող օգնել նախընտրական արշավին, որտեղ պարզապես ոչ հետևում եմ դրան, ոչ էլ տեղյակ եմ։ Իհարկե, որպես քաղաքացի երևի սխալ եմ, պետք է մի քիչ ավելի պատասխանատու մոտենամ դրան եւ կմոտենամ, դեռ ժամանակ կա եւ պետք է ծանոթանալ բոլորի ծրագրերին, բոլոր տեխնացուների եւ իհարկե մենք պետք է մեր ձայները տանք։ Ամեն մեկը պետք է իր համար կողմնորոշվի եւ դիրքորոշում կայացնի ինքը իր համար, ում համար է իր ձայնը տալու եւ ես էլ եմ դա անելու, դեռ չգիտեմ պարզապես ում համար։ Այս 2 տարվա ընթացքում ես մենակ մի անգամ այտենց կիսա քաղաքական կարելի ասել post արեցի սոցցանցում, դա 3 տարի առաջ, 2 տարի չէ, երբ սեպտեմբերի 21-ը շատ ճոխ հրապարակում նշվեց այդ դրոներով, որ Հայկը նետում էր դեպի բան Բելին, դեպի Բել, բայց ասում են դեպի Թուրքիա, բան ինչ ասես, հա, բայց այդ դրոները, այդ ամեն ինչ այդ շքեղ բաները ես չդիմացա եւ ես գրառում արեցի, որ ես պարզապես չեմ հասկանում, երբ մենք սահմանին բլինդաժներ չունենք եւ մեր տղեկը սահմանին ուղղակի sense մի հատ բուտկաներում են ապրում առանց էլեկտրականության, առանց ջրուցման, առանց ոչինչի եւ մենք ծախսում ենք մի քանի միլիոն դոլար, որպեսզի տոնենք Երևանի երկինքը լուսավորենք։ Երևանի երկինքը լուսավորենք եւ տոնենք այն տոնը, որը օրինակ 21 թվականի սեպտեմբերին ինձ թվում է այդպիսի ճոխ տոնելու մթնոլորտ չէր, որտեղ մենք պարտվեցինք պատերազմը, մենք չէ, մեր կառավարությունը պարտվեց, մեր զինվորները չեն պարտվել, ես դա համոզված եմ եւ ես մի քանի տասնյակ տղեկ գիտեմ, որ համ Հադրութում են եղել, համ Շուշին են մինչեւ նոյեմբերի 10-ը պաշտպանել, չնայած որ նոյեմբերի 9-ին հանձնված ա եղել, եւ այդ տղեկը չեն պարտվել, երբ դեռ հազարավոր տղաների դիակները դեռ գտած չէին, այդպիսի ճոխ բան անել, տոնել յուրաքանչյուր տոնը ես համարեցի անտեղի եւ այդ post-ը ես արեցի, հիմա դա կարելի ասել քաղաքական post-ական Չէ, դուք ձեր քաղաքացիական դիրքորոշումն եք հայտնել եւ իբրև հայ մարդ, իբրև հայորդի հայտնել եք, որ մեր եղբայրները սպանվեցին պատերազմում ու մենք Երևանի երկինքն ենք լուսավորում։ Այո, ես դա համարեցի սխալ եւ դա երևի պատերազմից հետո միակ post-ներ ինչ որ ոչ երաշտական, ոչ բուն երաշտական թեմայով, որ ես արել եմ սոցցանցերում, որտեղ ես պարզապես հասկացա, որ նամանավանդ Հայաստանում, նույնիսկ եթե դու ինչ որ շատ ճիշտ բան ես ասում, բայց որը մեծամասնության դեմ է, քեզ չեն հասկանա, որտեվ էլի վերադառնանք մեր մենտալիտետին, հա, որ բոլորը իրանց պրեզիդենտ վարչապետ են։ Եվ քննադատման։ Այո, ոչ մեկը պատրաստ չի, որ այ արժանանում ես այո, որտեվ եթե դու մարդ հային ցույց ես տալի իր սխալը, ինքը երբեք այդ սխալը չի ընդունի։ Դա մեր ամենամեծ խնդիրներից մեկն է։ Մենք մեր սխալները, մեր թերությունները չենք կարողանում սառնասիրտ օբյեկտիվ ընդունենք եւ աշխատենք այդ ուղղելու վրա։ Ամեն մեկը իրան թվում է, որ ինքը բան է, իդեալ բան անթերի է եւ ոչ մի սխալ չի, բայց տենց չի, բոլոր մարդիկ թերի են։ Եվ հա, այդքան։ Շնորհակալություն Նարեկ բարձրաձայն մտածելու համար, մտածեցինք միասին։ Շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք, տարածեք եւ մտածեք մեզ հետ միասին։